Կարծիքը կարա լինի։ Իմ սուբյեկտիվ կարծիքը ես իրավունք ունեմ արտահայտել պարոն։ Կարանք արտահայտեք, մենք կարանք չարձագանք։ Մի արձագանքեք։ Բայց սա նշանակում է անդիմադիրների հանդեպ հերթական բռնաճնշում, այսինքն փողոցում կանգնած։ Չէ, կարևոր չի ընդդիմադի, կարևոր չի ընդդիմադի քաղաքացու։ Նկարում եք, սադրում եք, մենք մեր ակտը գրում ենք։ Չէ, նկարելը սադրել չի, պարոն կապիտան, սա սադրել չի։ Ուրեմն այս պահին Օղակաձև այգու այս բանի սկեյթբորդի հատվածում, սկեյթբորդ չգիտեմ հայերեն ոնց է կաներեք սիրելի լսողներ, Նարեկ Պապոյանը այն հատվածում, այգու այն հատվածում ծխում էր, չեմ ասի ինչ ծխախոտ, երեխաները ընդեղ չկային, բայց եւ ոստիկանները մոտեցան, կներկայանեք մի հատ էլ, մի հատ էլ ներկայացեք, ոչ չեք ներկայանա, երեք անգամ ներկայացել եմ երկու անգամ, երրորդ ներկայացա, ուզում եմ ձեր անուն, ազգանուն, պաշտոն, չեք ասում, նոր քանի անգամ եմ ներկայացել, լավ մի ներկայացեք, հարց չկա, պարոն կապիտանը, կարող է 4-րդ անգամ է չհիշեք, 5-րդ անգամ ներկայանակ, մի ներկայացեք, շատ բարի, չեք ներկայանում, մի ներկայացեք, քանի անգամ եմ ներկայացել, հիմա չեք ներկայանում, ես քանի անգամ եմ ներկայացել, խնդիր չի, մի ներկայացեք, հարց չկա, ուրեմն չեք ուզում ներկայանալ, հարց չկա, պարոն Մայորը, չեք ուզում այս անգամ, այս անգամ չեք ուզում, կարող է 3 րոպեն մեկ ասեք, որովհետև կարող անդադ մոռանանք, անդադ դրա համար ես չեմ ներկայանա, անդադ մի անգամ ներկայացել եմ, երկրորդ անգամ մի ներկայացեք, խնդրեմ մի ներկայացեք, հիմա թույլ տվեք շարունակել ըստ էության, կարող է եւ հիշողությունից թույլ եմ, եթե ես հիշողությունից թույլ եմ, առավել եւս պետք է դուք հիշողությունից թույլ անձի քաղաքացու նկատմամբ ոնց են վերաբերվում ցուցաբերում, տենց եթե հիշողությունից թույլ եմ, ապա պետքա տենց լինել, ես չգիտեմ չեմ ստուգել, դե ուրեմն եթե ես մոռացել եմ ձեր անունը, ապա անուն հիշելու հարցում թույլ եմ, շարունակենք, ուրեմն այնտեղ ծխախոտ էր ծխում, ինչը լավ բան չի, էլի Նարեկ ջան, թարգի, ասենք չի կարելի ծխել, ես 6 տարիա ծխել եմ, ես 6 տարիա թարգել եմ, լավա թարգեցի, որովհետև Արցախի պատերազմ հնարավոր չէր այդ սայրը բարձրանալ, եթե ծխող լինեի, ինչևէ, մոտեցան քաղաքացի Նարեկ Պարոնյանին, ասացին, որ դուք իրավունք չունեք այստեղ ծխելու, ասացին, խնդրենք, ցույց տվեք օրենքը, հղումը ցույց տվեք, օրենքը ցույց տվեցին մի կետ, որտեղ արգելված է ծխել այն վայրերում, որտեղ հրդեհային կանոն խախտում կա, ոնց է կներեք, իսկ չէր կարա տեղ այգուն բաժանել, ներողություն բերեք կանոնների խախտումները, հետո դրանից հետո նախ ասում էին, որ բաժին կտանեն, կտուգանեն եւ այլն, եւ դրանից հետո ասացին, որ սա նույնպես հրդեհի գոտի է անվտանգության, Փաստորեն այգիներ չմտնենք, հրդեհային բան է, չէ՞։ Հա, փաստորեն հրդեհային գոտի է, այգի պետքա չմտնել։ Խնդրեցինք, որպեսզի ցույց տան որտեղ է նշանը, որտեղ սահմանված է, որ արգելվում է ծխելը։ Եվ նրանք խնդրեն բերեցին մեզ, հասցրեցին այգու այս հատվածը, այգու, այս սկեյթբորդների մոտ, որտեղ այս հատվածում իսկապես ծխելու նշան կա, արգելվում է։ Եվ եթե մուտք ես գործում այնտեղ, պիտի չծխես։ Ճիշտ է։ Սակայն այդ մարդը այնտեղ էր ծխում։ Ու հիմա ամենակուրիոզը գիտեք որն է։ Ամենակուրիոզը հետևյալն է, որ ասում է, մենք ձեզ կտուգանենք, դուք գնացեք բողոքեք։ Այսինքն օրենքի վրա փաստացի հղումը չեն կարողանում անել։ Փաստացի օրենքի վրա հղումը ցույց են տալիս, որ չկա այդպիսի բան, բայց քաղաքացու համար ստեղծում են դժվարություններ, որոնք հետո փող տա, գնա փաստաբան վարձի, փաստաբանի հետ գնա այս շոքին ճռին դատարանում հայց ներկայացնի, որովհետև փաստացի օրենքով չարգելված բանի համար եկել են ուզում են տուգանեն։ Օրենքով չարգելված բանի համար եկել են վիզ են դնում տուգանում են։ Խնդրեմ, հիմա այս դա ընդամենը քաղաքացիական հերթական ձևն է, արեք։ Դեհակարային տանեին դատեն ինչ այլ է ոչ։ Հայաստանում մի հատ ծուր խոսք ես ասում, մի անգամից տանում դատում են։ Արեք, խնդիր սա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հերթական պարգևավճար է դնա բյուջեից վերացված միջոցներով։ Ուսում եմ ոստիկանությունների ամենայն հարգանքով ոստիկանության։ Сюда иди. Без калача. Это что такое?
Երբանից է։ Չէ, օրենքը չկա, օրենքը գործելովն է, օրենքը չկա։ Չկա։ Չկա օրենքը։ Չկա։ Ձեզ ասել են կետը դուք նայել եք։ Գնում ենք, իհարկե գնում։ Այսինքն կարող է դուք փողոցում քայլեք, փողոցում օրինակ կարող է կարճ շալվարով քայլեք, մոտենա ոստիկանությունը ասի կարճ շալվարով քայլել չի կարելի, ասեք հղում ցույց տվեք, որ չի կարելի, բացի քրեական օրենսգիրքը ցույց տա ծովահենության հոդվածը, ասի խնդրեմ, հեսա, ասես բայց այդտեղ տես բան չկա գրած, ասեն չէ, մեկը տուգանում ենք, կգնաք հետո դատարանում կորոշեք։ Այսինքն չեղած հոդվածով տուգանում ենք, մենք կապ չունի, կա թե չկա։ Դուք հետո գնացեք բան արեք, որոշեք։ Լինում է թե չի լինում, խնդրեմ։ Բյուջեի բացը պետք է ինչ-որ մի ձև լրացնեն հասարակության հաշվին։ 50,000 դրամ ես տուգանվում։ Հա, 50,000 դրամ։ ված չի, 50,000 դրամ է։ 50,000 ես, 50,000 Պողոսը, 50,000 Պետրոսը, արդեն մի հատ քրտական պատգամը պակետակը։ Բայց ծխելը այնուամենայնիվ թարգի դու։ Ծխելը այնուամենայնիվ շատ վատ է, Ահա։ ծխել պետք չի, ոչ մի պարագայում։ Դուք չեք ծխում։ Դուք չեք ծխել։ Դուք ծխում եք բան։ Սա դուք Այգիներում հասարակական վայրերում չէ։ Բայց Չկա, տենց օրենքով տենց բան սահմանված չի։ Օրենքով տենց բան սահմանված չի։ հիմա հասարակական վայրը ասում, պարոն կապիտանը ասում հայտը հասարակական Օրենքը ցույց տա։ Դե ցույց տվեց այդ օրենքում տենց բան չկա։ Հիմա կարա ցանկացած բան ցույց տա, ասի էսա։ հասարակական վայրի սահման Փակ ռեստորաններում, սրճարաններում, բարերում, հյուրանոցների փակ տարածքներում, առևտրի կենտրոններում, պետական մասնավոր հիմնարկների փակ տարածքներում, կրթական եւ առողջապահական հաստատություններում, մշակութային մարզական օբյեկտներում, հասարակական տրանսպորտում, օդանավակայաններում, կայարաններում հայտին կարելի է։ Ապա սերժանտը հետ է, սերժանտ չէ, մի հատ լեշկավոր դա ինչ է, եւ հետ պարոնը չէ խոսում։ Ֆակտ է սա։ Ինչ անենք, հիմա չէ, պետք է մի Չի է պետք, ոստիկանների հետ պետք է պարոնը ասում, ես այդ պարոնը։ պարոնը Չհասկացա։ կայո։ Պարոնը վարչապետերը պարոն ասեք բանին էլ են։ Պարոն։ Հա ոչ միտեղ այգի չկա, էլի գնաց։ Աչքա լավ, հիմա բողոքար։ Սքեյթբորդի վահանակն էլ ասում են բան։ Չէ, նույնիսկ եթե լինի այգի, հարց չկա, թող այգին ցույց տան նոր տուգանեն, բայց նրանք ցույց չեն տալիս որ կա։ Եթե մեր գործողությունները Միանշանակ կանա, գործողությունները, մեր գործողություններն է տարածել գործողությունները արդեն փաստացի անօրինականավորները հիմա մեր վիճաբանելը կամ այսքան երկար խոսակցությունը պատճառը ո՞րն է? Պատճառը իմաստը ո՞րն է? որը դուք օրենքով սահմանված կետը ցույց Այս տալ անգամ չտուգան։ դոս այգում Նա Խնդրեցիք այս անգամ չտուգան։ ես դες չեմ Չի ասում։ չեմ Դες բան չի ասում։ Հասկացանք, այսինքն պարոն կապիտան, դա արդեն կներեք զրպարտում։ Լավ, ես ոչ մի չեմ խնդրել։ Ընդհանրապես ասել եմ կետը ցույց տալ։ Նարեկ իդեպ դու իրավունք ունես չստորագրելու այդ բանը։ Հա կբողոքենք, ոչ։ Իհարկե կբողոքարկել եք, Դե բողոքարկենք, բայց բան եք ստեղծում, էլի դժվարություն եք ստեղծում։ ես անդոր չեմ։ Ու աստիճանից մի քիչ եկեք այս մարդկանց։ Մարդիկ անցնում են, պարոն կապիտան։ Ինձ թվում է նորմալ անցնում են։ Ես անդոր չեմ։ Ներեցեք խանգարում եմ ձեզ։ Գնանք ես քո։ Գիտեք, ընդհանրապես քաղաքացիական համակեցության մեջ, երբ որ ինչ-որ մեկին խանգարում ենք, ներողություն են խնդրում, ասեմ ինչն է, որովհետև դուք ասեմ, պարոն կապիտան, տրամաբանությունը բացատրեմ, առանց օրենքի տուգանում եք մարդուն, առանց օրենքի տուգանում եք մարդուն, հիմա էլ ասում եք, երբ որ չեմ խանգարում մարդկանց, ասում եք եկեք, եթե մարդկանց շարժին խանգարեմ, մարդիկ կասեն ներողություն, կլինի մի քիչ էսպես կասեմ այո, հիմա մարդը եթե խանգարեմ, ինքը ինձ կասի, պարտադիր չի դուք ինձ ասեք, էլի հետ եմ ուզում ասել, Քսվելով չեն ասում։ չէ, քսվելով ինչ չեն ասում, Չէ, մի վարքան, դե օրենքով սահմանված բան չկա։ Բան վաշ չթող։ չէ, անպայման իհարկե, շնորհակալություն, որ տեղեկացնում եք, մենք գիտենք, որ դուք օրինապաշտ իրավապահներ եք եւ Զազրախոսենք։ չենք զա գովեստի խոսքեր ենք ասում, Ինչ ինձ գովեստի խոսքեր ասեք, ինձ գովեստի ես միշտ պատրաստ եմ մեր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ոչ քաղաքացին պետքա լինի, մենք հարկ ենք վճարում, որպեսզի դուք աշխատավարձ ստանաք, Այսինքն դերն քաղաքացին որն է։ դուք եք վճարում, դուք եք ստանում, ինձ իմ հարկից եք ստանում,
Դուք աշխատում եք մենք Այո, աշխատավարձ եք։ այո, այդպես է։ Այդ մտածելակերպը։ Այդպես է։ Ես որ աշխատում եմ, այդ հարկ չի ստացվում։ Դա էլ է ստացվում։ Գախեք էդի շեշտ։ Որովհետև իմ հարկից էլ է ձեզ աշխատավարձ գալիս։ Ձեր հարկից, հա՞։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Եթե իմ հարկը չլիներ, այդ ինստիտուտը չէր լինի։ Որի սիտու։ Ներքին գործերի նախարարությունը։ Համանդրությունը չկա։ Որ ոստիկանությունը չուներ, դուք Ում է պատկանում իշխանությունը ժողովրդին։ Այո, իհարկե, դրա համար շնորհակալ ենք եւ գովեստի խոսք։ Այո, եւ դրա համար շնորհակալ ենք եւ գովեստի խոսքեր ենք ասում։ Եվ դրա համար հարկ ենք վճարում, որպեսզի ժողովրդի իշխանությունը պատվիրակել ենք ներքին գործերի նախարարություն, որպեսզի այն կատարի։ Բայց ոնց որ թե եկել է ժողովրդին անօրեն տուգանում է։ Ուգանքի մատերիալ է, էլի ժողովուրդ։ անօրենան նորից ենք ասում, թե բողոքարկ։ Կետ չնշեցիք, պարոն կապիտան։ Բողոքարկ եք։ Կետ չեք նշել։ Մենք նշել Կետ ենք, չեք նշել։ ասել ենք, դուք էլ նայել եք։ Չկա, դուք չեք տենում։ Զբոսայգի բառը չկար գրած, պարոն։ Ախր Չկա զբոսայգի բառը։ Ոչ միայն զբոսայգի չկա, ոչ միայն հասարակական վայր չկա, զբոսայգի չկա։ Ես էլ ձեզ եմ ասում։ Չկա։ Ես ասում չկա, դուք ասում եք կա։ Ես էլ ասում կա։ Ուրա։ Խնդրում եմ միա ցույց տվեք զբոսայգի բառը։ Ես էլ Մաշտոց, Մեսրոպ Մաշտոցի։ Բարդադի չի զբոսայգի բառը։ Չմիտքը ձեր ցույց տված հղումը, ձեր ցույց տված հղումը վերաբերում էր, չէ, բայց ինչ եք վիրավորում քաղաքացուն։ Ինչ եք, մենք ներողություն մի վիրավորեք քաղաքացուն։ Ես չեք սադրում, զազրախոս այլևս չասեք։ Դուք եք սա։ Պարոն կապիտան, վիրավորական բառեր այլևս չօգտագործեք, խնդրում եմ ձեզ։ Զազրախոսը վիրավորական բառ է, դա բացասական։ Մենք ձեզ զազրախոս ենք ասել։ Մենք ձեզ զազրախոս չենք ասել։ Լայվը կա, կարանք հետ տանք նայենք, եթե ասել ենք ներողություն կխնդրենք ու կխնդրենք որպեսզի անպայման։ Չէ, մինչև վերջը լայվը չեմ կարող անջատել։ Դուք վստահ եք, որ ամեն ինչ ձայնագրվում է ու ոչ մեկ զազրախոս չի։ Շատ ուրախ եմ, որ ձայնը։ Շատ ես գիտեմ որ դուք շատ ուրախ եք։ Պիտի միշտ տենց լինի, ոստիկաններն ու քաղաքացիները միասին պետք է ուրախանան։ Պետք է ամբրնում ունենա քաղաքացին եւ ոստիկանը, պարոն կապիտան։ Գրքերս ընդեղ թողեցիք։ Այդ հարգանքի դուք ասում եք, իմելու ձևը ոստիկանի կամ քաղաքացիի դեպքում պետք է այդ իմանալ։ Ես վիրավորում եմ։ Այն Շևչենկոյի արցանն է այնտեղ, ուկրաինացի բանաստեղծ։ Իսկ մի հատ հաս կա, հա, պարոն։ Օրինակ որ ծխախոտը մարդը ծնում է, մայքին, որտեղ կինտակել է։ Բայց դա հանցնում է այգու մեջի ախտանակ։ Դա տուգանքի առիթ է թե չէ։ Առիթ է, հասկանանք, նմանակ է, հետո օրինակ հաշվի չանենք, Դուք չեք։ Մենք կարանք զանգենք 102 տեսուչ կանչենք։ Ուր են զանգեք, այդ զանգը փոխանցվել է Մարաշի բաժնի, так что անիմա։ Այսինքն դուք պիտի գաք։ Դե հենա եկել եք էլի էլի։ Բայց կարող է մի հատ հակակ մենք պայքարում ենք Հայաստանում միահեծան իշխանության դեմ։ Եթե դուք Ոնց է պայքարը ազատ իրականացնեք, ոչ մեկ չի խոչել։ Իհարկե։ Չէ, ուզում եմ ասեմ դրա համար, էլի կարող Մարաշ տեսուչ կանչենք, որպեսզի Ամենա տուգանում եկել։ տեսուչ եթե կանչենք հակակշռի։ Չի հակակշռելու։ Դե եկեք փորձենք։ Տարածքային ենթակայության կարգի սկզբունքը։ Ներողություն, բայց Մարաշը այս կենտրոն շրջանը չի։ Համայնքային ոստիկանության ձևավորումը վարչատարածքային փոփոխություն է։ Հա, այդ չենք նկատել, հա, բարձր։ Իսկ հանրային կերպով հայհոյանք քիչ։ Օրինակ որ հանրային մարդը ասում է Նո դժվար խուլիգանություն։ Եվ դիտորոշում է այսքան հայտնի բառը։ Համաձայն չեմ։ Կարի բազմոց արձանություն Էլի այ։ E-կետն եք, չէ՞, ցույց տալիս այդտեղ։ Կարող եմ մի հատ E-կետը։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Մեզ մեջ բերել են